Լևոն Մկրտչյանի և Էվելինայի հարսանեկան օրը վերածվեց իսկական հեքիաթի, համատեղելով ավանդույթն ու ժամանակակից շքեղությունը։ Նրանք իրենց հոգևոր ճանապարհի սկիզբը դրեցին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, որտեղ հանդիսավոր ու սուրբ մթնոլորտում ստացան Աստծո օրհնությունը։ Եկեղեցին իր դարավոր քարերով ու լռության մեջ հնչող աղոթքներով դարձավ այն վայրը, որտեղ երկու երիտասարդների սերը կնքվեց հավերժության խոստմամբ։ Պսակադրության արարողությանը ներկա էին ոչ միայն ընտանիքի անդամները, այլև բազմաթիվ հյուրեր, այդ թվում «Վերջին զանգը» հեռուստասերիալի ստեղծագործական և դերասանական կազմը։ Սցենարիստ Դիանա Գրիգորյանն իր ողջ հմայքով ու ջերմությամբ շնորհավորեց զույգին՝ դերասանուհիները Ռոզա Դավթյանը, Իրինա Հարությունյանը, Աիդա Կարապետյանը, Լիլիթ Ավդալյանը, ինչպես նաև դերասան Ռաֆ Հակոբյանը ևս ներկա էին, կիսելով նորապսակների ուրախությունն ու ապրումները։ Պսակադրությունից հետո հյուրերն ուղևորվեցին Երևանի ռեստորանային համալիրներից մեկը, որտեղ արդեն ամեն ինչ կազմակերպված էր ըստ ճաշակի ոճի և հարսանեկանը անակնկալներով հագեցած սցենարի։ Խնջույքը սկսվեց ջերմ մթնոլորտում, շքեղ դահլիճում, որտեղ երաժշտությունը, համեղ ուտեստները և մոմերով զարդարված սեղանները ստեղծել էին հեքիաթային միջավայր։ Նշենք, որ ԶԱԳՍ-ի արարողությունն արդեն տեղի էր ունեցել նախորդ տարի, ինչը ցույց է տալիս, որ այս զույգը նախընտրել էր հոգևոր միության խորհրդով ամրապնդել իրենց հարաբերությունները։ Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված մինչև ուշ գիշեր, պարեր, հուզիչ խոսքեր, անակնկալներ, գեղեցիկ երգեր ու լիարժեք երջանկություն։ Հյուրերը պարզապես չէին ուզում լքել հարսանեկան սրահը այդքան համախմբված և դրական լիցքերով լի մթնոլորտում։ Այս հարսանիքը մնալու է հիշողություններում ոչ միայն շքեղության, այլ նաև այն անկեղծ ջերմության շնորհիվ, որ փոխանցվում էր բոլոր ներկաներին։ Սերն ու հավատարմությունը փայլում էին ոչ միայն նորապսակների հայացքներում, այլև յուրաքանչյուր մանրուքում։ Սա պարզապես հարսանիք չէր, այլ սրտանց ապրումներով ու խոր զգացմունքներով լեցուն օր, որի մասին դեռ երկար են պատմելու ինչպես նրանք, ովքեր ներկա էին, այնպես էլ նրանք, ովքեր հետևում էին այս գեղեցիկ պատմությանը համացանցում։ Դե ինչ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք այս գեղեցիկ օրվա մանրամասները, իսկ դուք չմոռանաք գրել ձեր շնորհավորանքներն այս գեղեցիկ զույգին։ Իսկ թե ինչպես է անցել հարսանեկան արարողությունը, ովքեր են ներկա եղել և ինչպես են, այսպես ասած, տժացել «Վերջին զանգը» հեռուստասերիալի դերասանական կազմի գեղեցկուհիները, ապա դիտեք մեր տեսանյութում հենց հիմա։ Սպասում ենք ձեր կարծիքներին։ Մենք պատրաստ ենք ու գնում ենք մեր ընկերոջը ամուսնացնելու։ Փենջիս ամուսնացնում։ Իրական Յանան կնեղվեր, բայց Լիլիթը շատ ուրախ գնում է հարսանիք։ Իրական արդեն ամուսնացել են, գնում ենք հետները ուրախանանք, նշենք իրանց ուրախությունը։ Կանանքից սիրուն է։ Ամենակննադատված, ամենակննարկված, բայց եւ ամենասիրուն, ամենահամահունչ ու ամենագեղեցիկ զույգին հրավիրում ենք սրա Լևոն եւ Էվելինա։ Առիթից հետո բոլորդ ինձ կերակ գրում էի կուրա Ռոզան, հեսա Ռոզան, մետնակ ինչ սիրուն է, մետնակ ինչ գեղեցկուհիած է Ռոզան, էսա Ռոզան, կերել են ինձ, կեղոտս կերել են,